Կառավարությունը այսօրվա հերթական նիստը անցկացրեց արդեն նորացված կազմով։ 3 ՀՅԴ ՀԸԿ քաղաքական համաձայնագրի ստորագրման արդյունքում այսօր գործադիրում իրենց տեղերն ունեին նաև դաշնակցականները։ Օրենսդիրից գործադիր տեղափոխված Արծվիկ Մինասյանը իրեն բավականին անկաշկանդ էր զգում իշխող մեծամասնության ձևավորած կառավարությունում։ Արդեն նիստերի դահլիճում նոր նախարարներին ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց նրանց նախորդածներին՝ կրթության նախարար Արմեն Աշոտյանին եւ էկոնոմիկայի նախարար Կարեն Չշմարիտյանին։ Եվ ուզում եմ նորանշանակ նախարարներ պարոն Մինասյանին, էկոնոմիկայի նախարարին, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար պարոն Լոքյանին, կրթության եւ գիտության նախարար պարոն Մկրտչյանին շնորհավորել եւ ցանկանալ բեղմնավոր աշխատանք։ Վարչապետի հայտարարությանը ծափահարություններ սակայն չհաջորդեցին։ Վերջինս միանգամից անցավ հարցերի քննարկմանը։ Համաձայն նոր փոփոխության առաջարկվում է Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը անդադ եւ ակտիվ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ավելացած արժեքի հարկի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ։ Հաջորդ նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, առաջարկելով շուկայական հնարավորություններ ֆերմերներին ծրագրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամին պետբյուջեից տրամադրել 346,000 ԱՄՆ դոլարին համարժեք, բայց ոչ ավելի քան 173 միլիոն դրամ, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 18-ը մարման ժամկետով, տարեկան 4% տոկոսադրույքով։ Հարցը հաստատվեց, սակայն Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանին հանձնարարեց։ Նախկին ղեկավարին, որին որ ազատել ենք, թողած պատասխանատվության ենթարկեն հասկանանք, հիմա մենք փող ենք տալի իր սխալների համար իհարկե հետ վերադարձելու պայմանով, բայց ինչու է խախտել միջազգային պայմանագիրը։ Իմ կարծիքով հետևական լինենք յուրաքանչյուր նման մոտեցման։ Լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարները ժամանակ խնդրեցին համակարգին ծանոթանալու եւ դրանից հետո նոր միայն ասուլիսի ձևաչափով հարցերին պատասխանելու համար։ Հարցին, թե նախարարությունում կադրային փոփոխություններ լինելու են, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց։ Ես ընդամենը 1 ժամ է որ ներկայացվել եմ նախարարություն, ես ձեզ խնդրում եմ։ Մի խեղդեք ինձ, սպասեք մի քիչ։ Ես այն մարդն եմ, որ մանրամաս կներկայացնեմ բոլորիդ ամեն ինչ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը հարցին, թե ինչպես եք պատրաստվում աշխատել մարզպետների, օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ ասաց. Դժվարություն չէ տեսնում այլ։ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը անդրադառնալով ընտրական համակարգերում կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավմանը ասաց. Երբեմն նույն ասենք տնօրենները, ուսումնասիրողները այն մարդիկ են, որոնք պիտի ընտրական գործընթացներում ուզեն թե չուզեն տվյալ գյուղում ընդգրկվեն, բայց որ պիտի կրթական համակարգը իսկապես ապակուսակցականացնել եւ փորձել, որ տնօրենը զբաղվի կամ ուսուցիչը զբաղվի հիմնական գործունեությամբ, սա մեզ համար առաջնահերթ է։ Իդեպ այսօր առաջին անգամ կառավարության նիստին էր մասնակցում նաև նորանշանակ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետևողական է լինելու ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործին, քանի որ այն չափազանց կարևոր է համարում։ Ხო եթե վերցնում ենք վատ վերաբերմունքի, հա, հարցը, ես վատ վերաբերմունք լայն եմ ասում, որովհետև դրա մեջ նաև ներառվում է փաստաբանների պնդմամբ խոշտանգման հնարավոր դեպքը։ Այստեղ այլ հնարավորություն պաշտպանի մասին օրենքով չկա, քան համապատասխան հարցում անելը, բայց ես հարցում չարեցի, այլ ես միանգամից առաջարկեցի գլխավոր դատախազին, այսինքն որպեսզի կրկնակի գործընթացի մեջ չմտնենք, որ հարցում անենք, տեսնենք ինչ է, ես միանգամից առաջարկեցի գլխավոր դատախազին նամակով, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով ընդհանրակարգ սկսվի այդ դեպքի կապակցությամբ, որտեղ դա միջազգային չափանիշներն են պահանջում, դա մեր օրենսդրությունն է պահանջում։